Հայաստանում պաշտոնապես հայտարարված է, ոչ մի երեխա չպետք է դուրս մնա պարտադիր կրթությունից։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, այս նպատակը դեռևս չի դարձել ամբողջությամբ իրագործված։ Որոշ պաշտոնյաներ վստահեցնում են կրթական համակարգը գրեթե ամբողջությամբ ընդգրկում է երեխաներին, բայց այլ տվյալներով պատկերն այլ է։ Հատկապես ավագ դպրոցներում դպրոց հաճախելը այլևս համատարած չէ։ Դեռևս 2022 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել էր վերլուծություն, ըստ որի դպրոցական տարիքի յուրաքանչյուր 10 երեխայից մեկը ընդգրկված չէ տարրական կամ միջին դպրոցում։ Կրթության ոլորտի մասնագետների խոսքով այս իրավիճակը երեխաների համար ստեղծում է մի շարք լուրջ ռիսկեր՝ կրթության բացակայություն, սոցիալական մեկուսացում, ապագայի սահմանափակումներ, ռիսկային միջավայր ընկնելու վտանգ, հոգեբանական խնդիրներ։ Առաջինը սոցիալական խնդիրների պատճառով կարող են դպրոց չհաճախել հատկապես բարձր լեռնային, հեռավոր ու սահմանամերձ շրջանների երեխաները, ասում է փորձագետը։ Մյուս խնդիրը, որ էլի ծնողները բարձրաձայնում են, դա այն է, որ երեխաները ավելի լավ է օգնեն ծնողներին աշխատանքի առումով, իրենց բառերն եմ ասում, հաց վաստակեն ընտանիքի համար, քան թե գնան դպրոցում սովորելու։ Փորձագետի խոսքով այս երեխաները օգնելով իրենց ծնողներին դպրոց գնում են հիմնականում միայն ձմռանը, երբ շատ գյուղատնտեսական կամ անասնապահական խնդիրներ չկան։ Մյուս խնդիրը, որը տարածված է բարձր դասարաններում, կրկնուսույցի մոտ գնալն է, որը առավել տարածված է քաղաքային բնակավայրերում։ Իսկ Վերաքննիչ պալատի անցյալ տարվա տվյալներով Հայաստանում դպրոցահասակ երեխաների 20%-ը դպրոց չի գնում։ Երեխայի իրավունքները միանշանակ խախտվում են, պնդում է փաստաբանն ու հավելում։ Օրենքով սահմանված է, որ անչափահասները կարող են ներգրավել աշխատանքներում, սակայն երեխաները մեծահասակ մարդկանց նման են աշխատում մարզերում, զրկվելով կրթություն ստանալու լիարժեք իրավունքից։ Միանշանակ թրաֆիքինգ որոշ դեպքերում կարող է դիտարկվել, որովհետև անչափահասը չունի այն ֆիզիկական հատկանիշները առնվազն, որպեսզի ծանր աշխատանք կատարի։ Փաստաբանն ասում է, օրենքի համաձայն նման դեպքերում խնամակալության մարմինները պարտավոր են միջամտել, սակայն գործնականում խնդիրները հաճախ մնում են չլուծված, մինչդեռ օրենքը հստակ է։ Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու իրավունք, բայց այդ իրավունքը լիարժեք չի ապահովում։ Հարյուրավոր երեխաների ապագան շարունակում է մնալ վտանգի տակ։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում օրենքը թույլ է տալիս երեխային դպրոց չտանելու համար զրկել ծնողական իրավունքներից։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։